հազարավոր վայրերում հիմա խաղում են գաղտնի սանտաներ։ Մարդիկ փորձում են իրենց բարեկամներին, հարազատ ընկերներին անակնկալներ անել, նվերներ պատրաստել, ու եթե հիմա չեք կողմնորոշում ինչ անել ի վերջո հետաքրքիր դարձնելու համար նվերային տարբերակները, միացեք մեզ, ներկայացնենք ինչի շուրջ ենք մենք խոսելու։ Թիթեռնիկը աքսեսուարների բրենդ է, որը ստեղծում է նուրբ, կանացի եւ ժամանակակից զարդեր եւ վերջին տարվա ընթացքում ակտիվ զարգացում է ունեցել, ընդլայնելով իր գործունեությունը, բացելով նոր մասնաճյուղեր եւ ներկայացնելով նոր հավաքածուներ։ Այս ամենի մասին, այո, պետք է խոսենք հիմնադիրի հետ, Թիթեռնիկ բրենդի հիմնադիր Թինա Բաբայան, ողջույն Թինա։ Ողջույն։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ մի փոքր մեր հեռուստադիտողներին, որպեսզի ավելի մոտիկից ճանաչեն Թիթեռնիկ բրենդը, հետ գնանք, հասկանալու երբ, ինչպես եւ ինչու առաջացավ ձեզ մոտ գաղափարը, որ շուկայում կա հենց Թիթեռնիկի պակասը։ Բրենդը շուտով կլինի 8 եւ ավել տարի, որ շուկայում եմ։ Գաղափարը առաջացավ շատ պատահական, իրականում ես ինքս շատ եմ սիրել զարդեր, մանկուց եւ միշտ կրել եմ այդ դետալը հենց թիթեռով դետալով, զարդերը միշտ ինձ ուղեկից են եղել ու ենթագիտակցության մեջ միշտ եղել է ստեղծել ինչ-որ մի բան, որը որ կլինի գեղեցիկ, որը կլինի հիշվող եւ կոնկրետ մարդու կյանքի ինչ-որ մի этаպը կկարողանա դա իր մեջ արտահայտել։ Իմ կյանքի ամենադժվար этаպներից մեկում հենց ստեղծվեց բրենդը ստեղծելու գաղափարը, երբ որ ես նոր էի բալիկ ունեցել ու անպայման ուզում էի աշխատել ինչ-որ այնպիսի մասնագիտությամբ, որը որ ունեմ, դա տուր մենեջերներ, բայց դա չստացվեց, մյուսը գեղեցկության ոլորտն էր։ Այդպես մի քանի զարդեր փնտրեցի, գտա, բերեցի ու հասկացա, որ դրա կարիքը կա այնքանով, որ ես առաջարկեցի միանգամից շատ բազմազան ընտրություն մարդկանց եւ on-line հարթակում, այդ ժամանակ արդեն իսկ on-line հարթակում արկա տեսականիով շատ քիչ, այսպես ասած, խանութներ կային on-line, որ առաջարկում էին, մենք հենց միանգամից on-line հարթակում առաջարկեցինք բազմազան տեսականի, արդեն իսկ արկայով ու դա շատ գրավեց մարդկանց, հասկացա, որ դրա կարիքը կա ու այդ գիծը գնաց ու շարունակվեց։ Հետո թույլ տվեք ասել, որ Թիթեռնիկը արդեն իր բառով մի տեսակ թեթևություն է տալիս մարդուն, հետաքրքրություն է առաջացնում։ Շատ լավ, խոսենք նոր խանութների եւ միաժամանակ նաեւ նոր հավաքածուների մասին, ինչով է համալրվել Թիթեռնիկի բոլոր խանութ-սրահները։ Մենք ունենք 3 մասնաճյուղ Երևանում եւ երկուսն էլ ֆրանչայզինգի տարբերակով արդեն մեր գործընկերներն են, այսպես ասած, առաջ տանում Գյումրիում եւ Էջմիածնում։ Շատ սիրված է, ես շատ ուրախ եմ եւ դրանով է իմ, այսպես ասած, հպարտությունը, որ մարդիկ իսկապես շատ սիրում են, մենք կարելի ասել դժգոհ հաճախորդներ չունենք, որովհետեւ շատ հասանելի է այն գեղեցկությունը, որը որ մենք տրամադրում ենք եւ հաճախորդները կարող են ամեն առիթին իրենց թույլ տալ ինչ-որ մի բան գնել ու կարելի ասել գերի չմնալ ինչ-որ թանկարժեք զարդին, որ այդ մի զարդը գնել են, պետք է ամեն ինչի հետ, ամեն առիթին օգտագործեն։ Նոր հավաքածուներ ունենում ենք ամեն շաբաթ, դա եւս կարող եմ որպես առավելություն ներկայացնել, որ պարտադիր չի, որ ինչ-որ մի մոդել սպառվի, որպեսզի նորը գա, միշտ նորը մատուցվում է, միշտ թարմացվում է, եւ այս վերջի շրջանում շատ ունենք համագործակցություններ ընկերությունների հետ, ովքեր են կորպորատիվ հենց այսպես ասած նվերները մեզ են վստահում ու հենց վերջին համագործակցությունը Քամանչայի ռեստորանի հետ էր, իրենց ամբողջ թիմի համար մենք հատուկ հեղինակային զարդ ենք թողարկել, որը հենց այսօր պետք է հանձնենք իրենց։ Ահա։ Կարծում ենք, որ շատ իսկապես գեղեցիկ նվեր կլինի։ Հիմա պատկերները մի քանի զարդերի մեր պատեկրանին են նաև։ Խոսենք նաև զարդերի մասին, ինչպես են այդ զարդերը ստեղծվում, արդյոք հետևում ենք նորաձևության թրենդներին, թե նոր գաղափարները երբեմն ֆանտաստիկ, բայց իրականություն ենք դարձնում թիմով։ Շատ բազմազան է տեսականին իրականում եւ ունենք մեծ թիմ եւ արծաթագործներ ունենք, որոնք իդեպ համալրվել են մեր շարքերում այս վերջերս, որտեղ ի սկզբանե եղել է ներկրումը մեր հիմնական, այսպես ասած, պրոֆիլը եւ մենք ներկրել ենք զարդեր, որոնք որ եղել են թրենդային, որոնք որ եղել են գեղեցիկ, տարբերվող, բայց հետո հասկացա, որ ինչ որ պետքա նորաձևը եւ հայկականը միքսել ու դրա համար ստեղծվեց ինչ-որ մի թիմ, որը որի մտքերը կարողանում արտահայտել արծաթյա զարդերի տեսքով, այսինքն մենք կարող ենք վերցնել հայկական դետալներ, նոր թրենդի հետ միասին ձուլել ու դարձնել իրան ինչ-որ հետաքրքիր մի բան, որը եւս այնուամենայնիվ շուկայում որպես արծաթ էլի կունենա
որոշակի հասանելի, այսպես ասած, գնահառաչարկ։ Շատ լավ, այստեղ մի անխուսափելի բան կա, որի շուրջ պարտադիր պետք է խոսենք, խոսքը մրցակցության մասին է։ Թիթեռնիկ բրենդը ունի իր գործունեությունը, ունի իր ոճը, իր ձևը, ձեռագիրը վստահաբար, գովազդային արշավները եւ այլն, բայց չեն կարող չխոսել այս մասին հասկանալու համար, ինչով եք դուք դաշտում համենայն դեպս կարողանում պահել բավական բարձր սանդղակ եւ որակապես եւ բոլոր առումներով։ Դե եթե ասեմ, որ մրցակցություն չկա, մի քիչ արհեստական կարող է դա հնչի, չէ, շատ բրենդներին ընկերություններ միշտ ասում են մենք չենք մրցակցում, բայց ես կարծում եմ դա շատ ոչ իրական է, որովհետև եթե մրցակցություն կա, ուրեմն շուկան ակտիվ է եւ եթե քեզ փորձում են նմանվել կամ քեզ հետ փորձում են մրցել, նշանակում է ճիշտ process-ի մեջ ես եւ ճիշտ ընթացքի մեջ է։ Ուղղակի այդ մրցակցության մեջ կարևոր է ունենալ սեփական, այսպես ասած, ձեռագիրը, որ իսկապես դու դրանով կարողանաս տարբերվել։ Այս պարագայում Թիթեռնիկի ձեռագիրը կայանում է նրանում, որ մենք մարդկանց էմոցիաներ եւ զգացմունքներ ենք նվիրում զարդերի հետ մեկտեղ, այսինքն մեր հոլովակները կամ զարդերը դրանք միայն զարդեր չեն, այլ ինչ որ ձև մարդկանց մեջ ասոցիացիաներ են ստեղծում ընտանիքի, մոր, հոր, հայրենիքի գաղափարների տարբեր։ Ու ես էլ փորձում եմ հոլովակների, ինչպես դուք նշեցիք, գովազդային արշավների միջոցով, հենց sense ուղիղ գովազդ չլինի, այլ իսկապես մարդկանց այդ զգացողությունները ապահովել, որ իրենք ինչ որ միտեղ ենթագիտակցության մեջ հենց զարդ լսեն ակամայից մի անգամից ուզենան ասեն Թիթեռնիկի անունը։ Հենալի։ Թինա, զրույցի ընթացքում նշեցիք նաև շատ-շատերի համար գաղտնիք չէ, որ Թիթեռնիկը սկիզբ է առել այն ժամանակ, երբ դուք ամենանոր դժվար փուլում էիք, նոր մայրացել էիք, մայրիկ էիք դարձել, եւ շատերի համար օրինակելի է ձեր վարքագիծը ու շատերը կփորձեն նաև մոտիվացիա ստանալ, ինչպես կարողացաք այդ դժվար բավականին փուլը հաղթահարել, միևնույն ժամանակ աշխատանքում հաջողել եւ ընտանիքում հաջողել։ Ինչպես եք այս բալանսը կարողանում պահել մինչ օրս։ Ինձ թվում է շատ եմ սիրել ուղղակի, որովհետև ցանկացած աշխատանքի հիմքում եթե դրված է սերը եւ նպատակասլացությունը, ինքը միանշանակ ունենալու է արդյունք։ Երբ որ նոր էր մալիկս ծնվել, 2-3 ամսականում ես առաջին անգամ որ դուրս եկա իմ on-line հարթակով բոլորին հայտարարեցի, որ ես եմ հանդիսանում այս զարդերի եւ առհասարակ ինչ որ կատարվում է այս հարթակում, այս ամեն ինչի հետևում ես եմ կանգնած ու իմացեք, որ ինձ լինելու է դժվար, որ ես փորձել եմ նամակներին գիշերը պատասխանեմ ժամը 1-ին, 2-ին երեխայի հետ զուգահեռ համադրելով, այսպես ասած, համատեղելով ու հենց այդ անկեղծությունը մարդկանց գրավեց, որովհետև դեռ 8 տարի առաջ շատ քիչ մարդիկ էին, ովքեր հենց ներկայանում էին որպես իրենց բրենդի դեմք։ Մեր ժողովուրդն էլ գիտեք, սիրում է միշտ իմանալ ամեն ինչի հետևում ով է կանգնած, ով է ստեղծողը, ու երբ որ մարդիկ նկատեցին, տեսան, հասկացան, որ ամեն ինչ անկեղծ պարզ է, ինչը ոնց կա ներկայացվում է, իմ շուրջ հավաքվեցին ու շատ այսօր ունեմ ընկերներ, որոնք եւ իմ ոլորտի նման գործունեություն են ծավալում եւ այլ ոլորտից են, որոնք ամեն անգամ ինձ ասում են այսօր որ մենք սա արել ենք, մոտիվացվել ենք քեզնով եւ այլն, բայց իսկապես շատ բարդ ժամանակ է եղել, որովհետեւ դրան հետ հաջորդեց COVID-ը, դրանից հետո պատերազմ եւ այլն ու այդ ամեն ինչը համատեղել իսկապես ինչ որ մի շրջան չի եղել, որ կարող եմ ասել չեմ պայքարել, որ բրենդը մնա բրենդը ուղղակի։ Վստահ պետք է ասել, որ ցանկացած վարքյան բիզնես ոլորտում պետք է ռիթմի մեջ պահել բիզնեսը, աշխատանքը, որպեսզի այն երբեք չունենա հետընթաց, միայն գնանք առաջ։ Այստեղ շատ կարևոր մի հարց ունենք նաև հասկացանք տեսականու մասին, որոնք շատ կարևոր ինչ-որ բաների մասին են, շատ կարևոր թեմաների մասին։ Կներես գիտես նաև ինչ եմ ուզում, որ Թինան պատմի հեռուստադիտողներին, երբ եւ ինչպես եղավ գաղափարը, որ Թիթեռնիկը չլինի միայն կանանց համար, եւ լինի նաև հնարավորություն կանանց իրենց էմոցիաները արտահայտել որպես նվեր, մատուցելով դա տղամարդկանց, գուցե իրենց սիրելիներին կամ ընկերներին, հայրիկներին։ Իմ հարցը գալու է ու լրացնի Մանեի հարցը։ Հետաքրքիր է նաև ունեք զարդեր, որոնք շատ անհատական են։ Իմն են եւ վերջ։ Հեղինակային իրավունքներն են պաշտպանված, դրա մասին խոսել ենք օրվա սկզբում, խնդրեմ։ Առաջին հարցին պատասխանեմ, ուրեմն քանի որ շատ աղջիկներ
եւ կանայք են մեր այսպես ասած սպառողը միշտ իրենք ասում էին ուզում ենք ամուսնուն նվեր գնել, ուզում ենք ժամացույց, միթե հնարավոր չի որ ինչ որ մի տարբերակ մտածեք, գոնե շատ չլինի տեսականին, բայց վստահենք ասացին հաստատ ոնց որ կկարողանաք դուք կգտնեք մի քանի լավ բաներ, որ մեր տղամարդկանց էլ կկարողանանք ուրախացնել, արդեն անցած տարվանից համալրեցինք, էլի պողպատյա եւ վզնոցներ են եւ թևնոցներ կան, ժամացույցներ, այս տարի էլ նաեւ զարդատուփեր տղամարդկանց համար, հատուկ ժամացույցների համար շատ գեղեցիկ տարբերակներ ունենք։ Հիանալի նվեր ամանորին։ Այո։ Իսկ անհատական պատվերները դրանք երևի կարող եմ ասել, այս պահին ամենագերակշռող մի մասն է կազմում մեր մարդիկ շատ են սիրում նվիրել հենց այնպիսի մի զարդ, որը որ կպատմի իրենց կոնկրետ օրվա մասին կամ չգիտեմ ինչ որ առիթի մասին ու պատրաստում ենք, այո, դրանք հիմնականում ամսաթվերով զարդերն են, հատուկ գրվածքներով, սպասիր, սիրում եմ, կգամ, այդպիսի ինչ որ բաներ, որոնք որ հատկապես այս վերջում էլի մի շատ գեղեցիկ զարդ թողարկեցինք մատանին, որի մեջ գրվածք կար ու մեր զինվորների ամենասիրելի դա զարդն է, հենց այնտեղից արդեն պատվիրում են, այնտեղից որ գրեք մատանու մեջ կգամ, սպասիր եւ այլն շատ թոփ վաճառք ունեցող զարդ է դա ու ինձ համար շատ ուրախալի է որ զարդը իմաստ ունի ինչ որտեղ մարդկանց կապում է ինչ որտեղ չգիտեմ ունենք մատանի հենց հիմա իմ ձեռքին դրված է հույս հավատսեր այսինքն ինչ որ sense հետաքրքիր բաներ են կանում ստացելուներին այլ կօգտեք ձեր խորհուրդներով մասսագիտական միանշանակ մենք անհատական ցանկացած հաճախորդին ընտրում ենք եւ ընտրում ենք հաճախորդի համար զարդեր քանի որ մարդիկ տարբեր են մաշկի որակը եւս տարբեր է անհատական ընտրվում են զարդեր որ բացի արծաթից ունենք նաեւ տարբեր մետաղներից ընդհանուր նաեւ բժշկական մետաղներից զարդեր որոնք որ կարող են մշտակ ընկրել առանց հանելու ջրի մեջ եւ այլն եւ տարատեսակ ալերգիաներից խուսափելու համար իսկապես շնորհակալություն Թինա 8 տարի առաջ այս գաղափարը ունենալու եւ հիմա արդեն իրականություն դարձնելու համար իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ հետեւեք Թիթեռնիկի սոցհարթակների էջերին եթե չեք կարող ֆիզիկապես այցելել ինչ-ինչ պատճառներով խանութ ապա գրեք ու ձեզ անպայման ոչ միայն Թինան, այլ նաև մեծ թիմը, որն արդեն աշխատում է Թիթեռնիկում, կարձագանքեն շատ արագ։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Մենք շարժվենք առաջ, մնացեք մեզ հետ։